Նոր տարվա տոներին մոտենալու զուգընթաց շրջակա միջավայրերի պաշտպանության եւ գյուղատնտեսության նախարարության համապատասխան ստորաբաժանումները խոստացել են փշատերև բույսերի ձեռքբերման եւ տեղափոխման նկատմամբ վերահսկողություն։ Փշատերև ծառերի անօրինական հատման, տեղափոխման եւ վաճառքի կանոնների խախտման համար տուգանքն առաջին անգամ սահմանվում է 2000 լարի, իսկ կրկնության դեպքում պատիժը քրեական պատասխանատվություն է։ Միաժամանակ կհաշվարկվի շրջակա միջավայրերի պատճառված վնասը, եթե վնասի չափը գերազանցում է անձի դեմ կհարուցվի քրեական գործ տուգանքի եւ կամ ազատազրկում 1-ից 3 տարի ժամկետով, իսկ մեծ քանակությամբ փշատերև ծառերի անօրինական հատման դեպքում, եթե շրջակա միջավայրերի պատճառված վնասը գերազանցում է 3000 լարին, պատիժը կլինի 5-ից 7 տարի ժամկետով ազատազրկում։ Յուրաքանչյուր հայտնաբերված խախտման համար կկիրառվի օրենքով սահմանված պատժամիջոցներ, ասել է ազգային անտառատնտեսության գործակալության ղեկավար Կախա Ցերսվաձեն։ Գործակալության հաղորդմամբ փշատերև ծառերն ու բույսերը կարող են օրինակորեն ձեռք բերվել տնկարաններում, տնամերձ հողամասերում, նաև ներմուծվել։ Օրինական ճանապարհով ձեռք բերված ծառերի եւ բույսերի վաճառքի դեպքում վաճառողը պետք է ներկայացնի ծառի եւ բույսի օրինական սեփականություն իրավունքը հաստատող փաստաթուղթ։ Եթե փշատերև բույսը ձեռք է բերվում մասնավոր հողամասից կամ տնկարանից, բույսերի տեղափոխման համար անհրաժեշտ է ծագման վկայականը, որը տալիս է քաղաքապետարանը։